Հովհաննես Առաքյալի ընդհանրական երրորդ թուղթը, ուղերձ և ողջույն։ Երիցս սիրելի Գայոսին, որին ես սիրում եմ ճշմարտությամբ։ Սիրելիս, աղոթում եմ քո բոլոր գործերի հաջողության և քո առողջության համար, այնպես, ինչպես որ քո հոգին էլ հաջողությամբ մեջ է։ Գայոսի հավատարմությունը։ Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և վկայեցին քո ճշմարտության մասին, այն, թե ինչպես ես դու ընթանում ճշմարտությամբ։ Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, թե իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։ Սիրելիս, հավատարմությամբ ես գործում, ինչ որ անում ես եղբայրների համար, նույնը արա նաև օտարների համար, որոնք վկայեցին քո սիրո մասին եկեղեցու առաջ, նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրա դնելով, բարի գործ արած կլինես, քանի որ նրանք Քրիստոսի անվան համար ճանապարհ ելան և ոչ մի օգնություն չստացան հեթանոսներից։ Ուրեմն մենք պարտավոր ենք ընդունել այնպիսիներին, որպեսզի գործակից լինենք ճշմարտությանը։ Դիոտրեփես և Դեմետրիոս եկեղեցուն գրել եմ, բայց Դիոտրեփեսը, որ իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։ Դրա համար, եթե գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է։ Չար խոսքերով, շատախոսելով տանջում է մեզ, և այսքանով չգոհանալով ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են, և այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում։ Սիրելիս, մի նմանվիր չարին, այլ բարուն, ով բարին է գործում, Աստծուց է, և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին և ինքը ճշմարտությունը, վկայում ենք նաև մենք, և դու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։ Վերջաբան։ Շատ բան ունեի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ շուտով տեսնել քեզ և դեմ առ դեմ խոսել։ Խաղաղություն քեզ, քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունիր մեր սիրելիներին, յուրաքանչյուրին, առանձին։